Մարմնի մեջ կա երկու հոգի, բարի եւ չար, ու իրար հետ պատերազմում են բացատրեք այս հանգամանքները։ Ըստ Աստծո եւ ասում կա մարդու մեջ, մարմնի մեջ գոյություն ունի երկու բնույթ։ Կա մարմնապես, մարմնավորը եւ կա հոգեվորը։ Ինչը մարդ որ ապաշխարում է, նոր իր մոտ ձևավորում է հոգու գործոնը։ Այդ ես սրբության եմ ցկտում, Աստծո եմ ցկտում, հա, եւ հանկարծ իմ միտքը փախնում է մի երկում եւ շատ բաներ աղտացում։ Աստված ես մտքերի դեմ ես չարը։ Ես չա կատարում։ Ոսարակյալի չասում է։ Երբ որ ես ապաշխարեցի, այստեղ բացվեց մի նոր օրենքի մեջ։ Ես ապաշխարեցի, որպեսզի հոգով ապրեմ, սուրբ ապրեմ, Աստծո խոսքով ապրեմ։ Բայց այստեղ մեղք ողջունցավ։ Ոչ թե մեղքը, գրում է մեղքը, հա, բայց ես ձևակերպեմ այսպես։ Մեղք ողջունցավ, մեղք առաջացավ։ Այսինքն մի բան առաջացավ իմ մեջ, որը կար, սակայն ես չգիտեի, որ դա մեղք էր։ Ու երբ որ ես ապաշխարեցի եւ ճանաչեցի պատվիրանը Աստծո խոսքը, նոր հասկացա, որ այն ինչ որ իմ մեջ կար, ինչեւ ապաշխարությունը, որ ես համարում էի դա բնական, դա համարվեց ինձ համար արդեն մեղք։ Դա ինձ համար արդեն դարավ մեղաչող բնույթ։ Բնականաբար ես ապաշխարեցի, որպեսզի սուրբ արդեն ապրեի, իմանալով ճանաչելով Աստծո պատվիրանը եւ ցկտում եմ սակության, բայց ես ինձ խանգարում է մի բան, ինչը որ նախկինում իմ մեջ կար, որը ինձ օգտագործում էր եւ ես դա ինձ համար էի զգում դրա մեջ։ Սակայն երբ որ ապաշխարեցի, դա ինձ համար մեղք համարվեց, որն էլ մահվան տանող բնույթն է համարվում։ Եվ այստեղ տեսնում եմ, որ Աստծո պատվիրանը ինձ կյանքի է դրդում, սակայն իմ ներսում մահ է ապրում եւ թույլ չի տալի, որ կյանքը իմ մեջ ձևավորվի։ Ինչ անեմ, ինչպես հաճեցնեմ ինձ Աստծուն։ Սուրբ եմ ուզում ապրել, բայց չեմ կարող։ Արյուտես, որ քրիստոնեությունն ինձ համար բարթանում է, բայց ո՞ց պաշտես Աստծուն մեղքը քո մեջ։ Հնարավոր չի դա է։ Ես ասեմ, որ միայն ու միայն Աստծո հոգին կկարողանա քեզ այդ կարգավիճակից դուրս բերել եւ հասցնել այնպիսի մի բարձունքի, որ ինքդ կապշես եւ փառք տաս Աստծուն, որովհետեւ այնպիսի բաներ դուք տեսնես քո ներսում, որը իրականանում է եւ փոփոխության է ենթարկում, որ մարդու մտքից անգամ վեր բաներ են դրանք։ Եթե չկնես էլ, այդ հարցը քո մեջ չի լուծվի։ Դա միայն Աստծո հոգին կարող է իր խոսքի միջոցով քեզ ձևավորել եւ ազատագրել քո իսկ ներսի բնույթից։ Իսկ այն քրիստոնյաները, ովքեր սկսում են մարմնապես չանալ եւ ճկնել, նրանց մոտ այդ վիճակը ավելի է բարթանում եւ հետն բազմանում է եւ այստեղ նրանք անելանելի վիճակի են հասնում, որտեղ նրանց գործոնը ինքնուս ճնշելու մեջ է ձևավորվում։ Իսկ այնինչ Աստծո հոգով է փոփոխության ենթարկվում, դա արդեն խոսում է այն մասին, որ այս տվյալ անձնավորությունը քաջ գիտակցում է, որ դա իր ուժերից վեր է եւ միայն հասանելի է Աստծուն իր ներսի փոփոխությունն ու բազում ազատագրությունները, որտեղ երբ որ մարդը Աստծուն ճանաչում է, այդ պահից նրա մոտ ձևավորվում է ինքնաճանաչողությունը, եւ որից էլ նա զգում է իր մեղավորությունը, որ ինչքան մեղավոր է ինքը եւ ինչքան սուրբ է Աստված, եւ այդ պահից սկսվում է մարդու մոտ սրբագործման աշխատանքը, որից էլ Աստծո հոգին գործակից է լինում։